Մեր համար ամենածանր միֆերից մեկը է դա։ Արծրուն Հովհաննիսյանի այս սկանդալային հարցազրույցի մասին ռեպորտաժ պատրաստելն էր ծանր։ Մեկ տասնյակից ավելի պատմաբաններ ինձ մերժեցին հարցազրույց տալ միայն այն պատճառով, որ խնդրում էի մեկնաբանել Արծրուն Հովհաննիսյանին։ Երևի թե շատ վատ է մարդու համար, որ իր կենթանի դեռևս լինելու ժամանակ ինքը դառել է արդեն որոշակի ածականի հոմանիշ եւ հիմնականում ստի ու կեղծիքի արտացոլումն է, այսինքն հիմա որ ասում են Արծրուն Հովհաննիսյան, հասարակ մարդկանց մոտ միայն մի բան է, մտքի մեջ գալիս սուտ։ Խորհրդային միությունը Մայիսի 9-ին է հանրայինը հեռարձակել Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը, որում Պաշտպանության նախարարության երկարամյա ներկայացուցիչը պատմում է երկրորդ աշխարհամարտի մասին եւ միֆ անվանում այն, որ Ստալինգրադի ճակատամարտը բախտորոշել նաեւ հայերիս համար։ ձևավորած հարձակողական խմբավորում, որի Համաձայն չէ Արծրուն Հովհաննիսյանը, թե Թուրքիան մինչև ատամները զինված սպասում էր այդ ճակատամարտում Կարմիր բանակի պարտությանը Կովկաս ներխուժելու համար։ Թուրքիան Գերմանիա դուներ չեզոքության որոշակի պայմանագիր եւ որոշակի նյութեր էր մատակարարում Երրորդ Ռեյխին, բայց հարցն այն է, որ Գերմանիան ներողություն Թուրքիան այդ ժամանակ որևէ էական ուժ չուներ հարձակվելու Կովկասում նոր ճակատ բացելու, դա միֆ է։ Ըստ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի Արծրուն Հովհաննիսյանի այս թեզը հերթական Օվերտոնի պատուհանն է բացում Հայաստանում։ Եթե Արծրուն Հովհաննիսյանի եւ իրեն կուրացիա անողների տրամաբանության գնանք, դա կնշանակի, որ Մարշալ Բաղրամյանը, Մարշալ Բաբաջանյանը եւ ընդհանրապես Չարդախլու հերոսական գյուղից բոլոր դուրս եկած մարդիկ, իրանք հայրենիքի դավաճաններ են, իրենք հայազգի շահերի դեմ են աշխատել։ Օվերտոնի պատուհան բացելու եւս մեկ դեպք է հիշում փորձագետը։ Հանգուցալ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Օվերտոնի պատուհան բացեց Արցախի պատկանելիության մասին, ամեն դեպքում այդպիսի բաներ լավ չեն վերջանում։ Հիմա Քոչարյանի բառերով Խաչատրյանի միտքը հանգիստ կրկնում են ԿՊԱ-կան պատգամավորները։ Ասում են, որ Արցախը դա Ադրբեջան է, որ Տեր-Գյուղից այն կողմ դա Ադրբեջան է։ Խորհրդային ամբողջ բանակի Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունն էլ է ինքնության դեմ արշավ անվանում Տիգրան Քոչարյանը։ Հիմա մեզ փորձում են համոզել, որ Արցախյան հաղթանակ չի եղել։ Հիմա մեզ փորձում են համոզել, որ Ստալինգրադի ճակատամարտը ավելի լավ կլիներ, որ Սովետական միությունը պարտվեր եւ ինչ որ հնարած պատմական Հայաստան պետք է Հիտլերը ստեղծեր, նույն Հիտլերը, որը Լեհաստանի վրա հարձակվելուց առաջ ասաց իսկ ով է հիմա հիշում հայերի ցեղասպանության մասին։ Բավական է միայն ասել, որ Արծրուն Հովհաննիսյանն է հարցազրույցում հայտարարել, թե պատմական Հայաստան վերստեղծելու ծրագիր է ունեցել նացիստական Գերմանիան։ Պիտի եւ Հայաստանից եւ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին, գերավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ընդհանրում էր նաև Միացյալ Հայաստանի պատմական Հայաստանի ստեղծում։ Այս հայտարարությամբ ըստ Տիգրան Քոչարյանի Արծրուն Հովհաննիսյանը փորձել է արդարացնել ֆաշիզմը, ըստ էության ջուր լցնել թշնամու ջրաղացին։ Ալիևն է շատ սիրում հայությանը ֆաշիզմի համար մեղադրել։ Այնինչ եղավ ՀՄԿ-ի եթերում, սա ուղղակի ֆաշիզմի եւ նացիզմի արդարացման եւ իմ կարծիքով այն մեջքի հետևից կանգնած շենքը այնտեղ էլ որոշակի մակարդակով պետք է արձագանք գնան, որովհետեւ այն ինչ որ կատարվեց 39-ից մինչեւ 45 թվական եւ այն ինչ որ արել է նացիստական Գերմանիան, դա մարդկության դեմ ոչռագործություն է։ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին իրավական գնահատական պետք է տա գլխավոր դատախազությունը, կարծում է խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Տիկին Վարդապետյան, ինձ թվում է դուք անելիք ունեք մայիսի 9-ին հանրային հեռուստատեսությամբ, այսպես է, 44-օրյա պատերազմի կեղծ լուրերի մունետիկի Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ իրականացնել իրավական ուսումնասիրություն եւ գնահատական ընչեցնել, հատկապես ուզում եմ շեշտել այս միտքը, մարդկության դեմ իրականացրած հանցագործություն կատարած նացիստական Գերմանիայի եւ Հիտլերի կառավարման ռեժիմը արդարացնելու կամ վտանգավորությունը մեղմացնելուն ուղղված գործողություններով եւ այն էլ ոչ ավել ոչ պակաս խեղաթյուրելով ողջ պատմությունը, հլմիատել հայերիս էմոցիոնալ ֆոնը բարձրացնելու համար հայտարարում է, թե Հիտլերյան Գերմանիան անկախ Հայաստան էր ուզում։ Պատմական, ընդ որում մեր պատմական Հայաստանն էր ուզում կերտել։ Իրեն ուղղված հազարավոր մեղադրանքներին կարճ գրառմամբ է արձագանքել Արծրուն Հովհաննիսյանը, հրապարակել ռազմական հանրագիտարանային բառարանի էջերից մեկը, գրել «Հուսամ հասկանում եք, սա ինչ գիրք է»։ Այս անգամ Հովհաննիսյանը գրառումն ավարտել է առանց հաղթելու ենք հեշթեգի։ Ալբերտ Սերոբյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։